ձեզ։ Եվ այսպես տարեսկսվել է հայ առաքելական եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանը արշավը նոր թափ է ստանում, այսպիսով հիմա իրենք Սուրբ եկեղեցու բախում են, որտեղ բեմ են հավաքել, որպեսզի Փաշինյանը ելույթ ունենա, նախ Պապարավոցյան իրենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի էին գնացել, այնուհետև իրենք էլ դեռ չեն կողմնորոշում ուխտերթ են իրականացել, թե ուխտաերթ, պատգամավորները հերթով գրում են, ինչ են անելու։ Մենք այսօր արձանագրում ենք, որ պետք է նորոգվել, մեզ պետք է հավերեսվել մեր անցած ճանապարհին եւ մեզ պետք է կայացնել որոշումներ։ Հայ առաքելական եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենմանկետ վտարի դեմ գործելու համար։ Մենք դա չենք տալու։ Կառավարությունը չի գործում եւ երբեք չի գործելու եկեղեցու դեմ։ Հենց հիմա ասում է Նիկոլ Փաշինյանը։ Գիտեք, որ 2 օր առաջ տիրադավները կառավարական տանն էին, որտեղ ստորագրեցին իբր ճանապարհային քարտեզ, բայց հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակման, խնդրեմ։ Շնորհակալ եմ հրավերի համար, բոլորի սուրբ ծնունդը շնորհավոր։ Քրիստոս հարավ իմերելոց, օրհնյալ է առությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Քրիստոս ծնվեց, Քրիստոս հայտնվեց, որպեսզի մենք Աստծով առաջնորդվենք եւ Աստծո օրենքները պահենք։ Բայց փաստացի մենք չենք կարողանում Աստծո օրենքը ճանաչել, որտեղ աստվածային օրենքներից եւ եկեղեցուց հազարապատիկ կիլոմետրերով հեռու ենք։ Այսօր ոչ թե նորա դուրս գալիս իշխանության դեմ, եկեղեցու դեմ իշխանությունը, այլ 2018 թվականի կիսատ թողած իր գործն է ինքը շարունակում ավարտին հասցնելու։ Ինչի համար է ինքը դուրս եկել եկեղեցու դեմ, անունը դնելով, որ եկեղեցին իրավունք չունի քաղաքականության խառնվելու, եկեղեցին ընդհանրապես քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, եկեղեցին պաշտպանում է երկրի պետականության եւ ազգի շահը, ազգի հարատեվության համար է պայքարում, եկեղեցին մեր հավատի, մեր լինելիության, մեր ամենի հենասյունն է։ Եթե դուք հիշում եք, Նիկոլը անմիջական հարված սկսեց եւ արշավ սկսեց ակտիվորեն այն ժամանակ, երբ որ ինքը ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում եւ Արցախի կորուստը ինքը ընդունեց ոնց որ եւ նորմալ երևույթ, սպասելի վիճակ, գցելով հների նախկինների կամ բոլոր 30 տարվա մեր ձեռքբերումները գցելով նախկինների թերի, վատ եւ մնացած արածի ու իբր ինքը սա միակ ճանապարհով կարողանում է երկիրն ու պետականությունը պահի, իսկ երբ որ վեհապար Տերը հայտարարեց, որ ինքը չի կարող մերվի Արցախի կորստի հետ եւ չի կարող մերվի այս իրականության հետ, Նիկոլը սկսեց կատաղի հարված եւ արշավ սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, հոգեվոր դասի դեմ եւ միակ պատճառը հենց դա էր, որովհետեւ հենց միակ եկեղեցին է, այո, եկեղեցին է մնացել մեր մի այն ազգային հենասյունը, որը ունենալով հազարամյա արդեն պատմություն մեր լինելիության, մեր ազգի պահպանման, ազգապահպանման հենասյուն, ինքը կարող է մեզ համակարգի, համախմբի եւ հանուն, ոչ թե ինչ-որ մի անձի, մի քաղաքական գործչի կամ կուսակցության, այլ հանուն լինելիության համար ոտքի հանի։ Այդ ձեռագիրը հազարամյա տարիների պատմություն է, դա եւ 100 տարի, 100 տարուց ավելի առաջ ա եղել եւ հիմա է նույն պատմությունը ուզում կրկնվել, իսկ մեր թշնամիները դա շատ լավ իմանալով բոլոր հնարավոր ճանապարհներով իրենց դրածոների միջոցով փորձում են այս գործընթացը խափանել։ Նիկոլը 2021 թվականին մուրճը ձեռքին խոսում էր Արցախի մասին, մեր գալիք իբր հաղթանակների մասին, երբ որ ստացավ մանդատ, ասեց այդ ամենը արդեն անցել է եւ Արցախը Ադրբեջանը։ Նույնը հիմա խոսում է հայ առաքելական եկեղեցու, որ իբր հայ առաքելական եկեղեցու դեմ չի արշավը, բայց արշավը միանշանակ հայ առաքելական եկեղեցու դեմ է, հայի դեմ է։ Անց որ գիտեք փրկության ճանապարհը մեր
միակ ճանապարհը սկսվելու է մեր հոգևոր մայր տաճարի բակից, ոնց որ եւ այս փոքր մեր եկեղեցիները, որտեղ տեղակայված են մեր վանքերը, այ հենց այդտեղից մեր միասնական պայքարով է լինելու եւ այդ միասնական պայքարը լինելու է հանուն մեր լինելույթյան, որը հիմա կա, բայց ժամանակը մոտենում է արթնանալու եւ վստահ եմ, որ կարթնանա մեր ժողովուրդը։ Ամեն դեպքում այս իրենց աշխարհի եկեղեցու դեմ որ իրականացնում են իմիջայլոց եկեղեցու դեմ քրին մասնակցում են նաև Խաչատուր Ֆուկյասյանը եւ հունից դուրս եկած հարձակվել էր մեր գործընկերուհու վրա Անի Գևորգյանի այս ամեն ինչի դրսևորում է իրենք գիտակցում են որ ինչ են իրականացնում եւ այս ամենի հետևանքը որտեղ է լինելու։ Երեխեք ջան, իրենք շատ լավ ամեն ինչ գիտակցում են եւ իրենք գիտակցաբար են սրան գնում, նայեք, ոչ Խաչատուր Ֆուկյասյանին, ոչ Նիկոլին, ոչ այսօրվա ազգադավ իշխանությանը ձեր չի տալի ոչ մի ազգային ուժ, որ գա, որովհետեւ նրանք շատ ուղիղ, շատ լավ հասկանում են, եթե կլինեն ազգային ուժեր, իրենք բոլորը պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ դրա համար իրենք էլ ոնց որ մենք ունենք մեր լինելույթյան պայքարը, հայը ունի լինելույթյան պայքար, նույնպես իրենք ունեն իրենց լինելույթյան պայքար։ Նրանք կոսմոպոլիտ են, նրանք բիզնեսմեն են, նրանք թուրքերի հետ շատ վաղուց երկար տարիներ առաջ արդեն բիզնես անողներ են եւ շատ լավ իրենց զգացողներ են եւ բոլորը դա կապ չունի ընդդիմադիր դաշտում են իբր իշխանական, բայց հիմնականում այսօր մենք խոսում ենք իշխանության ղեկին նստածների եւ իշխանության կողքը հավաքվածների մասին բացահայտ, որտեղ սրանք գործում են բացահայտ, նրանք գործում են դեռ թաքուն, բայց բոլորն նույնն են։ Խնդիրը հետևյալն է, հասկացեք, որ տնտեսական, փողով, մյուս, այսինքն ինչ որ քաղաքական, ինչ որ sense խզմզված, sense ինչ որ թույլիկ, sense ինչ որ խոսքերով, խոսակցություններով, ինչ որ sense սմազլիվի դեմքերով, այս ամեն ինչով սրանց ձեռքից չես կարող վերցնես ոչ մի իշխանություն։ Եթե դուք պատրաստ եք ծախսելու $1 միլիարդ, նրանք կծախսեն այսօր իշխանությունը ամենահզոր համակարգն է։ Եվ բոլոր ժամանակներում է տենց եղել։ Նրանք կծախսեն $10 միլիարդ։ Չունենան վերջանա իրանց գումարը, որը համարյա թե անհնար է տենց բան պատկերացնել, բայց նրանք կվերցնեն իրանց բարեկամ թուրքերից էլ։ Թուրքերը ունեն ծրագիր եւ այդ ծրագրի համար իրենք ավելի մի քանի տասնապատիկ ավել միլիարդներ կծախսեն, որպեսզի այս իշխանությունը չփոխվի կամ փոխվի իրենց համար նորմալ ընդունելի մեկ ուրիշին, այսինքն ձեռքից ձեռք, դա հիմա կլինի բացահայտ, թե կլինի զակուլիսնի, բայց միևնույնն է, որպեսզի փոխվի իրենց տեսակետով, իրենց մոտեցմամբ, իրենց աշխարհընկալումով, իրենց ազգադավ գործունեությամբ մարդիկ լինեն։ Այսինքն իսկ Նիկոլին հարկավոր է լինելու իհարկե իշխանությունը մեծ ուրախություն է եւ մեծ իրենց հնարավորություն է, որտեվ իրենք տենց են կարողանում դրսևորվեն եւ իրենց լավ զգան, այլ ոչ թե ծառային երկրին, բայց դրա հետ միասին նրանք հենց այդ ճանապարհով են կարողանալու, այսինքն Նիկոլին հարկավոր է լինելու պրոստը այդ ժամանակ, եթե Իրանից բոլորը հրաժարվում են, իր տերերը հրաժարվում են, իրան պետք է լինելու ստրախովկա, որ իրան ոչ մեկ գարանտիա, որ իրան ձեռ չեն տա։ Հասկացեք, որ տնտեսական, մյուս, ինչ որ սմազլիվի ծրագրերով, ընտրությունների պատրաստվելու, մասնակցելու, չգիտեմ ինչ ուժերով, ընտրությունը հաստատում է քո մինչ այդ հաղթանակը կամ պարտությունը, կարողանում ես կրես մինչև այդ, ուրեմն հալալ է, չես կարողանում, չես կրում։ Պատրաստ եք նահատակվելու, պատրաստ եք կյանքը տալու, պատրաստ եք զոհաբերելու ձեզ։ Ուրիշ կերպ փրկություն չի լինում։ Տեր Քրիստոսն էլ իր օրինակով էր, զոհաբերությամբ է միայն լինում փրկություն, ուրիշ ոչ մի ձև։ Եթե բոլորդ ուզում եք այդ պաշտոնը ունենաք անպայման աթոռից կարճած, որպեսզի բավարարեք ձեր ցանկությունները եւ չգիտեմ ինչ որ տերերի եւ մնացածների, փրկությունը չի լինելու ուրեմն։ Իսկ մեր հայ ազգին տրված է Աստծուց փրկությունը, իսկ այդ փրկությունը կա ու կլինի։ Այս ապագայի մեջ մեր հայրենակիցները Բաքվի բանտերում խոշտանգում են եւ այլևս ցմահ ազատազրկումների դատապարտում
կանոն, այս ապագայի մեջ Ալիևը ևս մեկ անգամ խոսել է Զանգեզուրի միջանցքի մասին, արդեն դա վերջնական իրողություն ներկայացնելով։ Խնդրեմ։ Նայեք, Ալիևը մինչ այսօր ինչ խոսում է, բնականաբար դուք տեսնում եք, դա պետք չի լինել ընդդիմադիր կամ իշխանամետ կամ ինչ որ հավատավոր կամ ոչ հավատավոր, որպեսզի հասկանալ սա իրականություն է թե չէ։ Ալիևը ինչ խոսում է, դա տեղի է ունենում։ Իսկ դա միայն կարող է լինել այն ժամանակ, եթե մեկը մյուսի հետ իրար հետ համագործակցում են։ Նայեք, ինչքան էլ վատ ուզում էր լիներ, ես ինքս շատ հազարում տեսակ բան կարող եմ խոսեմ նախկին իշխանությունների ժամանակ բաց թողածների սխալների եւ մնացածի, որտեղ էս ի վերջո այս ամեն ինչը ուղիղ նախկին իշխանությունների հետևանքն է։ Հիմա դա գիտակցված էր, չգիտակցված էր, ինձ անձամբ ոնց որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի քիչ է հուզում գիտակցված էր թե չէ, եթե պաշտոն էիք, գիտակցեիք, որովհետեւ երկիրը թույլ տալ հասցնել սրան, ունենալ այդքան զոհեր, կորցնել այս ամենը, այս աստիճան սաղ սև ու սպիտակը խառնվի իրար, մարդիկ մեկը մյուսի նկատմամբ ատելությամբ լծվեն, ու մենք ասում ենք մենակ որ այս իշխանությունը չէ, սա հետևանք է, այս իշխանությունը հետևանք է։ Նիկոլից բացի հազարավոր մարդիկ Նիկոլի նման փորձում են մտածել, ինչի, ոնց թույլ տվեցիք գահացնի այս վիճակին։ Իսկ հիմա ասեմ Ալիևը խոսում է եւ Սյունիքի մասին, Ալիևը խոսում է եւ Երևանի մասին, Ալիևը խոսում է եւ արևմտյան Ադրբեջանի մասին եւ այդ ամեն ինչը իրականությանը համապատասխանում է եւ կլինի նորից եմ կրկնում, եթե սրանք մնում են իշխանության։ Նայեք ժողովուրդ, պարզ կոնկրետ է։ Ոչ մի ուրիշ ճանապարհով, նայեք, նախկինում, երբ որ հասարակությունը այսօր ինչի համար ասենց փորձում իբր խաղաղության, սա խաղաղություն չէ, սա վախկոտ իրավիճակ է, վախկոտ իրականություն է, վախկոտ հասարակություն է։ Իսկ այդ վախկոտ հասարակությունը քարոզչա մեքենայով դարձնում է իշխանությունը, իշխանության ձեռքին է քարոզչա մեքենան, անընդհատ վախեցնելով։ Նայեք, նախկին իշխանությունները լավն էին թե վատն էին, ոնց էր սպառազինությունը շատ էր թե քիչ, ես կարող եմ այսօր շատ բան խոսել, բայց չիմացողների համար կլինի ես ընդդիմանում եմ դրա համար եմ խոսում, որովհետև ես Նիկոլին չեմ ընդունում, դրա համար եմ խոսում, չէ իմ ժողովուրդ ջան, ես խոսում եմ մեր մասին, մեր լինելիության մասին, Նիկոլն էլ եւ մնացածն էլ։ Խնդիրը անձը չի իրաց, բայց անձից կախված շատ բան կար, երբ որ թիվ 1 պատասխանատուն ասում էր, գիտեք, եթե փորձեք շարունակեք ագրեսոր ձեր քաղաքականությամբ եւ հարցակվեք, փորձեք նախահարցակ լինել մեր երկրի վրա, պատրաստվեք կորցնելու 20% ևս։ Դրանից առաջ մեկ ուրիշ ղեկավար երբ որ ասում էր, եթե դուք փորձեք նման ձեռագրով, մենք էլ ավելին, մենք առաջի հարվածը կհասցնենք, մենք այսպես եւ դա հստակ էր հնչում, եւ դա ուժեղ էր հնչում, եւ դա համոզված էր հնչում, եւ մեր հասարակությունը անկախ նրանից բանակում ինչ էր կատարվում, թալաներ, թալանչեր, էսեր, էներ, զենքը կար 80-ականներին էր, 40-ականներին էր, 50-ականներին էր, ոգին էր ամուր։ Իսկ երբ որ քո թիվ 1 պատասխանատուն ասում է, ժողովուրդ, նայեք, եթե հանկարծ չգնանք խաղաղության, այսինքն խաղաղությունը ասելով չտանք, պատերազմա լինելու, զոհերա լինելու, կորուստա լինելու, զոհերա լինելու, այդ հասարակությունը սկսում է վախենալ, դա շատ պարզ, ոչ մի նոր Ամերիկա բացված չի, նոր հեծանիվ չի հնարած, քարոզչություն, որ քարոզչությամբ են մեր հասարակությանը ուղղորդում, երկիրը սիրող, ազգը սիրող, պետականությունն ու պետությունը սիրող ղեկավարը իր ժողովրդին վախի ազդեցության տակ չի պահում։ Երբ որ ընդդիմադիրներն ասում են, որ պատերազմա լինելու, դա չի նշանակում, որ ընդդիմադիրները վախացնում են ձեզ նայեք պատերազմա լինելու։ Ասում են, որ այս բերելու է պատերազմի, այսինքն պատերազմի չի ժողովուրդ ջան, եթե դու տալիս ես ու խելոք ուլ ես, վախկոտ նազար ես, դա պատերազմի չի, դա պրոստը մորթում են, դա պրոստը սպանդ է գնում, դա պրոստը ցեղասպանություն է լինում, դա պրոստը հասկանում եք, ուրիշ իրանք չեն քո դեմ չեն մարտնչում ինչ որ մարտիկներ, համատարած ոչնչացում է գնում։ Այո, ցավում եմ ժողովուրդ, բայց մենք նորից պետք է կանգնենք պատերազմի առաջ։ Այո, եթե մենք ուզում ենք այս
լկստված եւ չափերը անցած Ադրբեջանին, թշնամուն, հոխորտացող թշնամուն, ախորժակը անսահման թշնամուն մեր սուվերեն տարածքից հեռացնելու, ուրեմն պետք է պատրաստենք պատերազմի։ Այո, լինելու են զոհեր։ Այո, ես ես որ ասում եմ, ես չեմ ասում, որ դուք գնալու եք, ես մնալու եմ, չէ, ես ընդեղ եմ լինելու, ես ինքս եմ գնալու, ես ինքս ասելու եմ իմ հետևից, ես չեմ խոսում, որ դուք եք լինելու, մենք չէ, ես կոնկրետ իմ մասին եմ խոսում, հասկանում եք, ցավում եմ, այո, բայց մենք եկել հասել ենք սրան, բայց մենք պետք է հասկանանք, կամ մենք ոչնչանում ենք ու ոչինչ չենք թողում մեր սերունդներին, կամ մենք հավատի, արժանապատվության, պայքարի պետք է պատրաստենք սկզբից սրանց թույլ չտալով իշխանության վերարտադրվելուն, սրանց լարելով, բառացի լարելով, հասկանում եք, եթե մենք կարողանում ենք մեր ներսի թշնամուն լարել, մեր արտաքին թշնամին սկսում է ձգվել ու շատ լավ մտածել հարձակվի մեր վրա, թե չէ։ Ոչ մեկ, խնդրում եմ հիշեք, ոչ մի դիվանագիտական կորպուսներ, ոչ մի բանակցություններ, եթե դու պատրաստ չես պաշտպանելու քո երկիրը ու պատրաստ չես քո կյանքը զոհաբերելու հանուն քո լինելիության, քո սերունդի լինելու, քո ազգի հարատևման, ոչ մեկ, ոչինչ չի անի ու տա քեզ։ Ու նորից եմ կրկնում, սիրելի իմ ժողովուրդ, նայեք այս ամեն ինչը, հասկացեք այս ամեն ինչը, կընդունեք դուք, թե չեք ընդունի, դա ընդհանրապես կապ չունի, սա գործընթացը, որը լինում է, ինչքան շուտ կգիտակցեք, այնքան շուտ սրա դեմը կկտրենք, ու ոչ մեկ ոչ խոսա լրագրողի վրա, դե ձեզ ինչ է թվում, հարգելի լրագրողներ ջան, այս եկեղեցու եթե հանկարծ սրան կարողանան ինչ-որ մի բան հասցնեն վերջնական անելու, լրագրողներին չեն հասնելու, համատարած է, այսպես փակվելու ամեն ինչը։ Այո, բոլոր։ Այս որ այո, հարցակվելու են, այո, միանշանակ։ Սրբազաններն են գտնվում բանտերում, քաղաքական ղեկավարություններն են Արցախի գտնվում բանտերում, յուրաքանչյուր այն մարդ, ով բարձրաձայնում է իր խոսքը եւ ամբոստանում է, չի համակերպվում այս իրականության հետ, նրանց են ձերբակալում, ժողովուրդ ջան, ու դա լինելու է համատարած, որովհետև իշխանությունը մեր ազգի կողմից չի, իշխանությունը գործում է անենց ոնց որ իրենց թելադրում են, իրենք պահում են իրենց իշխանությունը, իրենք չեն պահում մեր պետականությունն ու մեզ ժողովրդին, իրենք պահում են իրենց իշխանությունը, իրենց կորմը, ու այդքանը։ Եվ կներեք, ուզում եմ խոսքս եւ ուղեմ այդ, որ դուք ասացիք 2 օր առաջ 10 եպիսկոպոսներ, ես ուզում եմ պրոստը ձեզ հետ նորից, ես առիթ եմ ունեցել ձեզ խոսքս ուղղելու, բոլորդ լսել եք ու բոլորդ գիտեք ես իմ կարծիքը, մեծամասնությանը անձամբ ճանաչում եմ որոշ առումով եւ ընկերություն ենք արել, լավ ուզում եմ դուք հասկանաք էլի ժողովուրդ, այդ ինչ կամպրոմատներ են ձեր վրա, որ դուք ունեք հնարավորություն արա ապաշխարելու, ասեք արա Նիկոլ, լսի, վախացնում ես մեր կամպրոմատով, հա, մենք մեղք ենք գործել, հա, մենք մեղավոր ենք, հա, մենք սխալ ենք արել, հա, մենք հանցանք ենք արել, ընկեր, բայց մենք պատրաստ ենք ապաշխարելու Աստծո առաջ, մենք հավատ ունենք, մենք գիտենք, որ մեր Տերը ողջ է, ու մենք թույլ չենք տա, որ դու մեր դեմքով, այդ կեղտոտ կոմպրոմատներով հարվածես եկեղեցուն, անունը դնես իբր վեհապարին, քեզ համար միևնույն է վեհապարը ով է, ինչ է, ոնց է, երեխա ունի, չունի կամ մյուս, ձեզ համար միևնույնն է, դուք նրա համար եք այս անում, որպեսզի անձին թիրախավորելով հարվածում եք ամբողջ կառույցին, ձեզ հարկավոր է այս կառույցը դարձնել ձեր վերահսկողության ներքո, իսկ ձեր վերահսկողությունը անմիջական վերահսկողությունն է թշնամու, դուք շատ լավ դա գիտակցում եք, դուք եպիսկոպոսներ, ունեք հնարավորություն ապաշխարելու, ունեք հնարավորություն ինքներդ բարձրաձայնելու ձեր արած կերած մեղքերի մեջ, չունեք այդքան համարձակություն, ապրելու եք բոլորդ հավետ,
չենք գնալու, սաղս է գնացող ենք, չեք ամաչում, դուք ոնց եք, դուք փրկության ընդհանրապես հավատում եք, որ փրկություն կա թե չէ, Տերը ողջ է թե չէ, արա ունեք այդ հնարավորությունը, մի թույլ տվեք, որ ինքը մանիպուլացնի ձեր մեղքերով, բոլորդ էլ մեղավոր եք, բոլորս էլ մեղավոր ենք, ու մեկ էլ են հիմար միած sense թես կա, ժողովրդի մեջ գցել են, որ ասում են, մենք շնորհակալ ենք Նիկոլին, որ բացեց մարդկանց դեմքը, այդ որ մեկի դեմքներ ունեց, որ հրեշտակ, որ ով էր հրեշտակ, կասեք, ես ինչ գիտեի, ես իմ ազգը սիրում եմ, մինչև մեր սիրում եմ, իրա բոլոր մեղքերով հանդերձ, բայց այդ որ մեկն էր հրեշտակով էր մտածում, որ այս մյուսը հրեշտակ է, իրան ոչ ման, ու հանկարծակի Նիկոլը բացեց չարիքը բացումա, ինչը, մեղքը, մենք չգիտենք, որ մենք մեղքի մեջ ենք, մեղքի դեմքն են մեզ բացում, մեղքի մոտ դիմագծերն են մեզ բացում, ինչ կար, որ այդտեղ ուրախ լինելու, չէ ժողովուրդ ջան, ես ընդհանրապես ուրախ չեմ, որ տեսել եմ այս ամենը, ուրախ չեմ, որ տեսնում եմ այս ամենը, ես ուրախ չեմ, որ տեսնում եմ այսքան լարվածություն մեկը մյուսի նկատմամբ, ես ուրախ չեմ, որ ինքս եմ լարված, ես ուրախ չեմ ու չեմ ուզում այս ամենը լինի ու ես ուզում եմ մեկ վայրկյան շուտ այս ամբողջ քաոսից, այս խավարից դուրս գանք, բայց մեր հաղթանակը մեկը Աստծով է լինելու, այո, պայքարով է լինելու, այո, պատրաստ լինելու զոհաբերությամբ է լինելու, այո, ու դա է մեր փրկությունը, նորից եմ ասում, այսօր Սուրբ Զատիկնա Քրիստոս ծնավ եւ հայտնվեցավ մեզ եւ ձեզ մեծավետիս, Քրիստոսը ծնվեց եւ իր օրինակով ցույց տվեց սերը, զոհաբերությունը, սերը, փրկությունը, զոհաբերությունը, չի լինում ուրիշ տարբերակ, շնորհակալ եմ